Աշխարհասփյուռ հայությունը միավորվում է նաև այստեղ։ Լինելով հեռու վիրտուալ շրջագայության եւ առցանց կրթության շնորհիվ, օրորի էլ ավելի է մոտենում իր ժողովրդի պատմությանը, ազգային երաժշտությանը, լեզվին, գրին եւ ոչ միայն։ Հայկական վիրտուալ համալսարանն է ուսումնական օնլայն համայնք, որը ողջ աշխարհում ամրացնում է հայկական մշակութային, կրթական եւ սոցիալական կապերը։ Տարեց տարի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ համալսարանը յուրահատուկ նախագծեր է մշակում կրթությունն էլ ավելի մատչելի դարձնելու համար։ Առցանց դասընթացներով հետաքրքրվողները միայն հայերը չեն, լինում են նաև այլազգիներ։ Հետաքրքրությունների պատճառներն ու շրջանակները նաև տարիքային խմբերը տարբեր են։ Նպատակը մեկը՝ ինքնակրթությունն ու հայկականությունը։ Իսկ թե ինչպես ստեղծվեց հայկական վիրտուալ համալսարանը եւ թե ինչ ճանապարհ է այն անցնում առ այսօր, այն մեդիան զրուցեց հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր դոկտոր Երվանդ Զորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Զորյան, շնորհակալություն հարցազրույցի համար եւ այսպես առաջին հարցը։ Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է գտել։ Դուք այն էլ ավելի եք զարգացրել նոր շունչ հաղորդելով։ Ինչպես սկսեցիք այն իրագործել։ Շիրակը հիմքը այս գաղափարին եկավ մեր պետքերեն, մեր գարիկեն։ Գիտեք հայեցի կրթությունը սպիրկի մեջ ամեն դեղ չի գա։ Ամեծ կաուտները, որոնք դրոցներ ունին, գարույցներ ունին, գիրագնորյա, ամենորյա եւ այլն, տիրություն ունին նելու։ Բայց ավելի փոքր կաուտներու մեջ ես սիլիկոնյան հովիդի համայնքին եմ եւ հոս զավակներուն համար պետք ունեինք մենք ունենալ բամը, որագյալ կրթություն գուտա, բայց նույն ժամանակ փոքր կաուտի մը գնացարայել։ Եվ մեր պետքերը ուրիշներ ունեին, ուրիշ փոքր կաուտներ նույնպես, ու մտածեցինք որ այնպես բամանենք, որ ուրիշներն ալ գնան օգտվել։ Օնլայն կրթությունը նոր բան չէր։ Օնլայն կրթությունը արդեն սկսված է 15 տարի առաջ մենք ասո պետք է սկսեցինք եւ ասո մասնակցել 15 տարի առաջ։ Արդեն կոյություններ ուզեցինք իդ չստեղծել ամեն ինչ, այլ օգտագործել այն ինչ որ կա, վրան ավելցնել մեր փոխանցությունը հայկական եւ մեր զավակներուն համար եւ համայնքներուն համար աշխարհած հայության համար բամդալ որ գնա օգտագործել եւ օգտագործել։ Ծրագիրը նաև հիանալի կրթական կամուրջ է հանդիսանում Սփյուռքի եւ Հայաստանի միջև։ Ինչ բացեր կային այս առումով, որ փորձեցիք լրացնել այս ծրագրի միջոցով։ Բացերը այս բարակային, գիտեք, մեր Սփյուռքի մեջ տարածված մանուկները շատ երկիրներու մեջ ամեն մեկը թիրությունը ունի Հայաստանի հետ ուղղակի գավ ունենալու։ Ոմանց գդանեն, գայցելեն, կամ երդասատներ իրենք կեստան, բայց ամեն մարդ նույնչափ թիրությունը չուներ։ Ուրեմն մենք ուզեցինք որ Armenian Virtual College-ի միջոցով այդ արիտնալ դակ։ Ուրեմն արիտը ոչ թե միայն դերեկություններ քաղելու, այլ գաբ հաստատելու, հարաբերություններ մշակելու եւ այլն, եւ այդ բաժարով այս ծավով գրծանք մենք այդ գամուրջը, որ շատերու կողմապացակայեր virtually ստեղծել։ Ամո ֆիզիկապես գնալնել արդեն ուներ, բայց virtual անելը շատ ավելի մեծ TV գնաց հասնի։ Ուրեմն անո համար մեր տասերեն զատ, մեր փոխանցությունը անշուշտ տասնտացներով է, բայց տասնտացներով որոշեցինք անել virtual այցելություններ։ Թանգարաններ այցելեր, գոտորներ այցելեր, որոշ դոնագադարություններու մասնակցել, օրմը բերտալ մանրանկարչության այս թանգարանը, կամ օրմը երթալ գոմիդասի թանգարանը, օրմը երթալ ձեռնագապերտ, կամ ներգա բարտեվարի։ Ուրեմն ցեվով մեկը որ Նյու Զելանդան նստած է, Ավստրալիա է, կամ Սիլիկոնյան հովիդ է, ցեվով virtually մասնագիծ կդառնա։ Եթե անդրադառնանք վիրտուալ համալսարանի աշխարհագրության ընդլայնմանը, ապա այստեղ եւս մեծ հաջողություններ ունեք։ Ուրեմն մենք TV իմաստով այսօր արդեն հասած ենք մոտ 25000-ի։ Ուրեմն մասնագիծներուն TV 25000 անցած է արդեն, անանցերը որոնք եկան, գավեցան, օգտվեցան, կշարունակեն օգտվել գավիլ մեր տասնտացներուն, էլեկտրոնիկ քիրքերուն եւ virtual ծրագիրներուն։ Հավաքածոմն է մեր տվածները։ Հիմա անոնց TV-ն զատ ավելի կարևորը որ դարազված են շատ։ Թե ամենամեծ TV-ը Միացյալ Նահանգներն է, մոտ 4%։ Բայց վերջը դարազվի մեր դարբեր երկրներով մեջ ունեցած համայնքներով։ Ունենք անշուշտ Ռուսիան, Ֆրանսիան, Արժանտինը, Ավստրալիան, քրեթե բոլոր երկրները որ գիտենք ուր հայկական համայնք կա, եւ ոմանք այլ գիտեն որ հայկական համայնք կա, իրենք իրենց կան
հանգած մեր գծակի Վենեսուելայեն, ուրիշ խումբ մգելան, Հարավային Աֆրիկայեն, ուրիշ անցիկուկան Լիտվանիայեն եւ այլն։ Ուրեմն այս 105 երկրի մեջ ուսանողներ ունենք։ Որ հետաքրքրական է, ուրեմն բազմաթիվ երկրներու մեջ են ուքան մասնակցին եւ գրքին այս անցիկը որպես անհատ մեգուսացած չէ որ հետևին մեր նյութերուն, այլ կաբեր գունենան։ Ուրեմն որ online learning-ը հաջող մեգուսացած է անց մի ինքնիրեն գնայր տալ TDL, Sovil եւ այլն։ Մենք դպրոցի կապարով փոստեցինք ներկա համալսարանի կապարով ու 50-50 լա դոգոսը, այսինքն 50% թունքեզի գնես աշխատանքը եւ 50% ուրիշներու հետ ակցիությամբ գնես։ Անդրադառնալով հայկական կրթություն ստանալ ցանկացողների տարիքային, սահմանին, կնշեք ամենաերիտասարդ եւ ամենատարեց ուսանողներին։ Այո։ Մենք երբ գսենք դարիքը, ընդհանրապես ասած ենք որ 888-ը ուրեմն 888 դարիքը սելևորտե փոքրերու համար գալի, բայց ոչ շատ փոքրերու։ 8 բառը ավելի խաղերու պետք ունի։ Եվ մեր դվածը խաղի բես չէ, ասենք ավելի քարակտերներ եւ այլն, ավելի տասի բես է, բայց հաջելի տասեր է։ Մինչև 88-ն ալ կայմով բավական դարիքով դարբեր անցիկ ունենք, որոնք գերակրկվին, ոմանք շատ ասենք մեծած են դարիքով, բայց դագավին գուզեն սովորել իրենց լեզուն, իրենց պատմությունը, Հայաստան բնավ չեն այցելած գուզեն այցելել եւ այլն։ Ուրեմն դարիքի բանը բավական մեծ է, բայց եթե կանք մեր դվյալներում ավելի շատ փոքրերու մեջ անցիկ ունենք, որ հետևի մեզի, քան մեծերու մեջ։ Մեր գեսեն ավելին 30-ն վարեն արդեն, այսինքն 88 որ գսենք, մեծամասնությունը 30-ն վարեն, վերջը ավելի քիչ ամեն մեկ դասնամյակի շերդի մեջը գբաքսին քանակը։ Վիրտուալ համալսարանը ներառում է նաև համաշխարհային օնլայն ուսուցման բնագավառի մանկավարժական փորձը եւ օրինակները։ Կպատմեք ձեր մանկավարժների փորձառության մասին։ Online մանկավարժական virtual գրթության մեջ մանկավարժությունը գդարբերի մեր տասանի մեջ ունեցած է։ Ինչու քանի որ ուսանողը նախ հերագայ է, մոդը չէ, երկու տասը տուն ուղագի չէ ստարգոր, այլ տասը մուլտիմեդիա պամն է։ Ուսուցիչը գղրգեք տասը գամ իրեն գուդա գաբ տասը դեսնալու եւ տասը դու միրակը կսովիս, բայց տասի մեջի բաները դու պետք է միշտ որպես ուսուցիչ գնաս հստակացնել, գնաս վրան գրավորներն էլ, քննություններն էլ, միասին պրոժեներ ունենալ, հավաքական պրոժեներ եւ այլն, այդ ամենը բահելու համար ծեբոմը համայնք գարավարող պետք է լա այդ անձը։ Պետք է leadership-ի կարողություն ունենա եւ community management մենք ասենք, այսինքն այդ փոքր համայնքը իստասանային պետք է գնաս ցուն լավ գարավարել, լավ խանդավարել, որ ստիպես անցիկը ծեբոմը խանդավարես, որ կամ մասնակցին քրավոր խոսակցություններու, մասնակցին վիդեոյով դարբեր հանդիպումներուն եւ այլն։ Adinելու համար որոշ leadership-ի կարողություն պետք է ունենա, ղեկավարի կարողություններ պետք է ունենա։ Որպես անհատներին առցանց կրթելու գաղափար, կխոսեք արդյունավետության մասին, որքանով է այն ծառայում իր նպատակին։ ABC-ին նպատակը առաջին օրեն ի վեր միայն դպրոց լալ չէ, միայն դերեկություն փոխանցելը, միայն գաբ ստեղծելը չէ, այլ հայության ընդհանրապես համադարած հայությունը աշխարհի մեջ անոնց միջև գաբ ստեղծել եւ անոնց ինքնության ծանոթացնել։ Եվ HB-ուն, որ մեր sponsoring գազագերբն է, HB-ուն գարույց կմնե հայկական պայքարության անդամությունը, որ 100 տարի ի վեր պատմություն ունի, գրթության մեջ եւ համայնքներով հասնելու մեջ, իր նպատակ ասքին բարօրությունն է ի վերջո, ուրեմն բարօրության մեջ մենք կգազենք, որ մեր ինքնության ծանոթանալը ամեն մեկ հայու իր ինքնության ավելի լավ գաբելը այդ բարօրության գնա օգտակար լալ եւ ադով գնա ավելի առաջ ստա։